Լույսը բարի է, օրն էլ է բարի, երեկոն էլ է բարի, շատ բարի է, սիրելիներս, Տերը օրհնի ձեզ։ Այսօր մի սաղմոսով սկսենք մեր օրը։ Սաղմոս 66։ Ցնծությունով աղաղակեք դեպի Աստված, ով ամեն երկրներ։ Սաղմոս ասեցեք նրա անունի փառքին, փառավոր արեք նրա գովությունը։ Ասեցեք Աստծուն, ինչ զարմանալի են քո գործերը, քո մեծ զորության համար, քո թշնամիները կշողոքորթեն քեզ։ Ամեն երկիր քեզ երկրպագություն պիտի տա, եւ սաղմոս ասե քեզ, սաղմոս ասե քո անունին։ Ամեն հրաշալի խոսքեր են, եկեք վերապրենք այս խոսքերը, կատարենք այս խոսքերը։ Կարդում եմ նաև 16 խոսքից մինչև 20 խոսքը։ Եկեք լսեցեք ամենքդ, ով Աստվածանից վախենում եք, եւ պատմեմ ձեզ, ինչ որ արավ նա իմ անձի համար։ Ես կանչեցի դեպի նա իմ բերանովը եւ փառաբանություն կար իմ լեզվի տակ։ Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտումը, Տերը չէր լսիր ինձ, սակայն Աստված լսեց եւ իմ աղոթքի ձայնին մտիկ արավ։ Օրհնյալ է Աստված, որ իմ աղոթքը դեն չի գցում եւ իր ողորմությունը ինձանից չի դարձնում։ Հալելույա, հրաշալի խոսքեր է, սիրելիներս, երբ որ մենք ապրում ենք, վերապրում ենք Տիրոջը, կանչում ենք Տիրոջ անունը, նրա խոսքի համաձայն ենք ապրում, երբ որ ես եւ դու Աստվածավախ ենք, Տիրոջ երկյուղը ունենք, սիրելիներս, նա մաքրում է մեզ, մեր սրտերը մաքրում է, մեր փոխհարաբերությունը Աստծո հետ շատ հրաշալի է դառնում։ Դու կանչում ես նրան եւ նա պատասխանում է նա։ Օրհնյալ է Աստված, որ իմ աղոթքը դեն չի գցում եւ իր ողորմությունը ինձանից չի դարձնում։ Բարի է Աստված, գոհանանք նրանից, փառք տանք նրան, հավիտյանս հավիտենից, ամեն։